հիշեցնեմ, որ 38 տարուց ավել է մենք պայքարում ենք արդարության համար և պայքարում ենք, որ Եվրամիությունը չմոռանա իր առաքելությունը բոլորովին այս խայտարակ ինքնակառավարչությունը, այս ամբողջ ռեպրեսիաների փոխարկումը չէ։ Shame on you! Shame on you! Ամոթ ձեզ, որ դուք կորցնում եք և կորցնում եք բոլոր այն արժեքները, որին մենք հավատացել ենք և որին մենք ծառայել ենք, բոլոր թող շատ համեստ, բայց մեր նվաճումները Հայաստանի սուտ իրավական պետություն կայացնելու ճանապարհի վրա անմոռաց պայքարն է, որը մղում է ամբողջ մեր ժողովուրդը։ Մենք հավատում ենք, այսօր էլ ենք հավատում, որ չկա այլ ճանապարհ, լինի դա խաղաղության, լինի դա արդարության, քան միայն ու միայն իրավական ճանապարհով ցանկացած բարդ խնդրի լուծումը։ Այդ ինչ է եղել ձեզ, եթե 2012-14 թվականը դուք պնդում էիք և կան որոշումներ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը չի համարվում որևէ առումով զավթած Հայաստանի կողմից, այլ հակառակը հենց դուք եք ճանաչում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների մեծ մասը, եթե ոչ բոլորը, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ թե ճամփորդական հաստատքների գրող։ Կրկնում եմ, դա տեղի է ունեցել բացեբաց այն ժամանակ, երբ որ քննարկվում էր մի հարց և վերաբերվում էր Ռուսաստանին, որի հանդեպ ընդունվում էր որոշում, որ նա զավթել է, օկուպացրել է Վրաստանի տարածքները։ Ադրբեջանի ներկայացուցիչ հարցի, թե բա ինչու չեք դուք նույն բանը ընդունում Հայաստանի Հանրապետության հանդեպ, շատ բարդ Չարլզ Տանոկ կանոնով պատգամավորը, որի դեմ Բրիտանիայի ներկայացուցիչ է, հստակ պատասխանել է, Եվրամիությունը երբեք չի համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զավթած կամ օկուպացված Հայաստանի Հանրապետության կողմից։ Չի եղել այդպիսի մոտեցում Եվրամիության կողմից, կրկնում եմ, դա 88 թիվը չէ, դա 2009 թիվն է։ Այդ ինչ է պատահել ձեզ բոլորին և առաջի հերթին այդ խայտարակ երյակը, որը չգիտես ինչի վրա հիմնվելով, հանկարծակի 22 թվականի հոկտեմբերի 6-ին հայտարարում եմ, կրկնում եմ, հակաիրավական, հակապատմական, հակաիրողության անգամ այդպիսի մի, չգիտեմ, հայտարարությունը ասել ամոթ է, խոսքեր, որով ինչ-որ մեկը, որը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ոչ թե Հայաստանի Հանրապետության մաս չի ճանաչում, չի ճանաչում Հայաստանի մաս, այդ ինչ իրավունքով է այդ նույն անձը հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Ամոթ ձեզ, shame on you, ամոթ ձեզ, ամոթ ձեզ, ամոթ ձեզ, դուք ինչ է, չգիտեք պատմությունը, դուք չգիտեք իրավունքը միջազգային, այդ դուք երբանից և ում եք ծառայում, արդյոք դուք մեր
Համոզված եմ, ոչ, դուք ներկայացնում եք ինչ-որ պղտոր գլոբալիստական կենտրոններ, որտեղից էլ դուք վճարվում եք ձեր այդ ստերի քողարկման և ստերի արտահայտման համար։ Մենք ամեն անգամ շնորհակալություն ենք ասում Ֆրանսիային, որովհետև Ֆրանսիայում հենց ազգային ժողովը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Իսկ դուք, պարոն նախագահ, պարոն Մակրոն, այդ ինչ իրավունքով դուք ձեր ընկերոջ Միշելի հետ լսում եք ո՞մն քաղաքացի Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի 3 միլիոն վարչապետներից մեկի այն է Փաշինյան Նիկոլի խոսքը, երբ բանից եք դուք ենթարկվում Ալիևին և Փաշինյանին, ամոթ դες, shame on you, shame on you, shame on you, չարենչար սխալվում եք, պատմությունը վերջ չունի, պատմության մեջ ձեր անունը խայտարակ ձևով է նշվելու, ինչպես ոչ թե ճշմարտությանը, ոչ թե այդ եվրոպական իրականում համամարտկային արժեքների իրականացնողները, ձեր անունը մնալու է, ինչպես արյունոտ ձեռքերով գնալ և սեղմել Ալիևի ձեռքերը տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայեն, դուք ինչպես եք հանգիստ քնում, երբ որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո դուք վազում եք Ադրբեջան և պարգևում եք Ադրբեջանը 2 միլիարդանոց պայմանագրով, ամոթ, shame on you, shame on you, ձեր անունը մնալու է, որպես արյունոտ Ուրսուլա, չմոռանաք, ձեր անունը միայն այդպես է հիշեցվելու, որովհետև մինչ այսօր դուք ծառայում եք միայն ու միայն այն կենտրոններին, որոնք ձեզ վճարում են, և դուք աչքներդ չեք փակած, ձեր ոգիներն են փակած, դուք չեք կարողանում մինչ այսօր ճշմարտությունը ճանաչեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և իր տարածքները, երբևէ չեն եղել Ադրբեջանի մաս, միայն սովետական ժամանակ մի հզոր պայմանով միայն եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակը, միայն այդ պատճառով և միայն այդ հիմքով է անգամ սովետական անօրինական որոշումը կայացվել։ Ուր եք դուք? Դուք ինչու եք Ստալին եք ասում, ինչու եք անցել Ստալինի ցանկով, դուք ինչու եք հիմա այսօր քողարկում և հստակ օգնում միայն ու միայն զուտ ոչ թե ժողովրդական, այլ հակաժողովրդական տարբեր երկրներում այդ բոլոր իշխանություններին։ Եվ դուք այսօր վախենում եք ճանաչել, դուք այսօր մոռանում եք, որ ընդունելով այդքան կոշտ ինչ-որ պատժամիջոցներ մի երկրի դեմ, մոռանում եք, որ այն երկիրը, որին դուք աղոթում եք առավոտվանից երեկո, այսօր իրականացնում է մի երկրի դեմ, մի հին քաղաքակրթության դեմ, անհավանական, անհավատալի այնպիսի միջոցներ, որից ամաչում են անգամ առաջին կուրսի ուսանողները։ Եթե դուք շարունակելու եք ձեր այդ քաղաքականությունը, հիշեք այս օրը, դուք կործանելու եք
Եվրոպան չի ներվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի հանդեպ ձեր այն դաժան վերաբերմունքը, դաժանությունը արտահայտվում է ոչ միայն ձեր գործողություններով, այլ ձեր անտարբերությամբ։ Միշտ հիշեք, Հայաստանում հիշելու են, որ օրվա ղեկավարությունը Եվրամիության, նրանք ամբողջովին դեմ են ժողովրդավարության, մարդու իրավունքների, նրանք դեմ են իրավունքին, նրանք միայն ու միայն իրականացնում են, կրկնում են ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների պատվերը։ Shame on you! Shame on you! Shame on you! Shame